Հրաշքը, ռուսական ժողովրդական հեքիաթ։ Մի ձկնորս կար։ Մի անգամ սա լիճ գնաց, թոռը գցեց ու մի խեցգետին հանեց։ Հանեց գցեց ափը, կրակարեց ու սկսեց այդ խեցգետինը խորովել։ Մի երեսը խորովեց, շուռ տվեց, որ մյուս երեսն էլ խորովի։ Հա պատրաստ էր, պիտի ուտեր։ Խեցգետինը դուրս թռավ կրակի միջից ու ընկավ լիճը։ Այ քեզ հրաշք, ասաց ձկնորսը, խորոված ձուկն էլի ջուրն ընկավ։ Չէ, գյուղացի, մարդկային լեզվով ձեն տվեց խեցգետինը։ Էս ինչ հրաշք է որ։ Այ, էս ինչ գյուղում մի որսկան է ապրում, իսկական հրաշքը այ նրան է պատահել, գնա մոտը, ինքը քեզ կասի։ Ձկնորսը գնաց այդ գյուղը, որսկանին գտավ։ Բարև, բարի մարդ։ Բարև երկրացի, ինչ կա։ Բա էսպես, պատմի տեսնենք, ինչ հրաշք ես տեսել։ Ականջ դիր, պատմեմ երկրացի։ 3 տղա ունեի, հետները որսի գնացի։ Մի անգամ ամբողջ օրը որս արինք ու 3 բադ խփեցինք։ Իրիկունը մտանք անտառ, կրակ արինք։ Էս բադերը բմբլեցինք ու ընթրիքի համար դրեցինք, որ եփի։ Եփեցինք ու հա, նստել ենք, որ ուտենք, տեսնում ենք մի ծերունի է գալիս։ Բարև, բարի ախորժակ, բարի համեցեք, հալևոր։ Հալևորս նստեց, 3 բատն էլ կերավ, վերջումն էլ հլա մի պատառի տեղ մեծ տղիս կուլ տվեց։ Մնացի 2 տղերքիս հետ։ Հաջորդ օրը առավոտը ելանք մեր որսին գնացինք։ Ամբողջ օրը ման եկանք, 3 բադ խփեցինք։ Իրիկունն էլի անտառում մի տեղ կրակ արինք, որ ընթրիք սարքենք։ Մեկ էլ հալևորը եկավ։ Բարի ախորժակ տղերք, համեցեք հալևոր։ Նստեց, 3 բատն էլ կերավ ու միջնեք տղիս էլ պատառ արավ, կուլ տվեց։ Մնացի մի տղիս հետ։ Եկանք տուն, գիշերը մնացինք, առավոտն էլի որսի ենք։ 3 բադ խփեցինք, կրակ արինք, վռազ եփեցինք ու հենց ուզում էինք ընթրել, էդ նույն ծերունին եկավ։ Բարի ախորժակ, դե համեցեք։ Նստեց, բադերը կերավ ու վրայից փոքր տղիս մի պատառ արավ ու կուլ տվեց։ Մնացի մենակ, 4 գլուխ, գիշերը անտառում անցկացրի։ Մյուս օրը որսը սկսեցի ու այնքան թրջուն խփեցի, որ հազիվ տուն հասցրի։ Մտա տուն, ինչ տեսա։ Տղերքս թախտի վրա պառկած, 3-ն էլ ողջ ու առողջ։ Ձկնորսը լսեց ու ասաց. Այ սա հրաշք է ու հրաշք։ Չէ, երկրացի, ասավ որսկանը, սա ինչ հրաշք է որ։ Այ էսինչ գյուղում, էսինչ գյուղացու գլխին եկածը, որ իսկական հրաշք է։ Գնաս մոտը, ինքդ կիմանաս։ Ձկնորսը գնաց այդ գյուղը, գյուղացուն գտավ, գլուխ տվեց։ Բարև հոր եղբայր։ Բարև երկրացի, ինչ կա։ Էսպես, պատմիր տեսնենք, էդ ինչ հրաշք է եղել քեզ հետ։ Ականջ կալ, ասում է։ Ջահել հասակից կնիկ եմ ունեցել և ինչ, սիրող էր պահում։ Ես ինքս չէի տեսել, ինձ ասել էին։ Մի անգամ իբր թե գնում եմ անտառը փայտի։ Ձիերը լծեցի, գյուղից դուրս եկա, մի կես ժամ սպասեցի ու կամաց ետ եկա, բակում թաքնվեցի։ Հենց որ մտնեց, լսեցի, որ իմ կնիկն իր ընկերոջ հետ խրճիթում քեֆ է անում։ Վազեցի ներս ու ուզում էի կնկանս կարգի բերեմ, սա մահակը ձեռն առավ, տվեց մեջքիս ու ասաց.
Մինչև հիմա մարդ էիր, հիմի եղի սև շուն։ Տեղն ու տեղը ես շուն դարձա։ Սավելը ձեռն առավ, կողերս մի լավ ջարդեց ու դուրս գցեց։ Դուրս եկա ճամփեն, մի թփի վրա նստեցի ու միտք արի, թե գուցե կնիկս ուշքի գա ու նորից մարդ դարձնի։ Բայց դե ինչ։ Ինչքան քարշ եկա խրճիթի 4 կողմը, մեկ է, չար կնիկը չխղճաց։ Եղել է, որ պատուհանը բացել, երման ջուր է թափել վրաս, կամ ջանք է արել, որ դա աչքս հանի։ Իսկ կերցնելը հեչ չէր կերցնում, թեկուզ սովից սատկեի։ Դե ինչ արած, վազեցի բաց դաշտը, տեսա մի գյուղացի եզներ է արածացնում, խառնվեցի էդ նախիրին, սկսեցի եզներին հետևել, որը ետ էր մնում, քշում բերում էի, գելերն էլ իմ ձեռից կրակն էին ընկել, ոչ մեկին մոտ չէի թողնում։ Գյուղացին իմ աշխատանքը որ տեսավ, կերել տվեց, ջուրել, ու այնքան էր ինձ վստահում, որ էլ նախրի ետևից չէր գալիս։ Եղել է, որ թողնում գնում էր գյուղում իրեն համար մաներ գալիս, ինչքան որ ուզում էր։ Մի օր տերը սրան ասում է. «Լսիր, այ հովիվ, դու քո քեֆին մանես գալիս, իսկ նախիրը դաշտում մենակ է, այդպես չի լինի, գողը կգա, եզները կքշի»։ Չէ, աղա, ես իմ շանը լավ գիտեմ, ոչ մեկին մոտ չի թողնի։ Խոսում ես էլի։ Ուզում ես հենց հիմի գնամ ուզածդ եզը տանեմ։ Չէ, չես տանի։ Վիճեցին 300 ռուբլով գրազ եկան, փողն էլ նախորոք դրին։ Տերը դաշտ եկավ ու հենց եզանը մոտեցավ, ես վրա պրծա, ամբողջ շորերը պատար արի, այդպես էլ չթողեցի։ Հովիվս գրազը տարավ ու այն օրվանից ինձ ավելի շատ սիրեց։ Դեպք է եղել, որ ինքը լրիվ չի կերել, թողել է, որ ես ուտեմ։ Ողջ ամառը մնացի մոտը ու մի օր ուզեցի տուն գնամ։ Մտքիս մեջ ասի. գնամ տեսնեմ կնիկս ինձ կխղճա, նորից մարդ կշինի, թե չէ։ Եկա մեր խրճիթի մոտ, սկսեցի դուռը ճանկռել։ Կնիկս մահակը ձեռին դուրս եկավ, տվեց մեջքիս ու ասավ. մինչև հիմա սև շուն էիր, հիմի էլ փայտ փորիկ դարձիր։ Ես դառա փայտ փորիկ ու թռա ծառուտների մեջ։ Ցուրտ ձմեռը եկավ, ոչ ուտելիք կար, ոչ էլ գտնելու հնար կար։ Թռա մի այգու մեջ, տեսնեմ ծառի վրա ծտերի ծուղակ են դրել։ Արի ասի, մտնեմ էս վանդակի մեջ, թող երեխեքը ինձ բռնեն, միգուցե կեր տան, ձմեռն էլ տաք խրճիթում պահեն։ Թռա ու ընկա թակարդի մեջ, դռները փակվեցին, երեխեքն ինձ առան, բերին իրենց հոր մոտ։ Տես ապի, ինչ լավ փայտ փորիկ ենք բռնել։ Սրանց հերն էլ հեքիմ էր, իսկույն գլխի ընկավ, որ ես թռչուն չեմ, մարդ եմ։ Ինձ վանդակից հանեց, ափի մեջ պահեց ու փչեց վրաս, փչեց, թե չէ, ես դարձա էլի են առաջվա գյուղացին։ Հեքիմը ինձ մի կակուղ ճիպոտ տվեց ու ասաց. աղբեր, սպասիր, իրիկվա հետ կգնաս ձեր տունը, հենց մտնես ներս, կնգանդ էս ճիպոտով դուր ու ասա. այ կնիկ, մինչև հիմա կնիկ էիր, սրանից հետո այծ դարձիր։ Կանաչ ճիպոտն առա ու իրիկունը եկա տուն։ Կամաց մոտեցա կնկանս, ճիպոտով տվի ու ասի. այ կին, մինչև հիմա կնիկ էիր, սրանից հետո այծ դարձիր։ Տեղն ու տեղը կնիկս այծ դառավ, պարանը գցեցի, պոզից կապեցի ու տարեկանի ծղոտն առաջնարի, որ ուտի։ Այդպես մի տարի ծղոտով պահեցի, հետո գնացի այն հեքիմի մոտ։ Ասա, երկրացի, հիմա ոնց իմ այծին էլի կնիկ դարձնեմ։ Հեքիմը ինձ մի ուրիշ ճիպոտ տվեց։
Առ ախպերս, խփիր էս ճիպոտով ու ասա. մինչև հիմի այծ էիր, սրանից հետո կնիկ դարձիր։ Ես ետ դարա տուն, այծիս էդ ճիպոտով խփեցի ու ասի. այծ էիր, կնիկ դարձիր։ Այծը կնիկ դարձավ, էստեղ կնիկս ընկավ ոտներս ու լաց եղավ, աղաչեց, երդվեց, պատռվեց, որ սրանից հետո ինձ հետ Աստծո կարգով կապրի։ Էն օրվանից իրար հետ հաշտ ու խաղաղ ապրում ենք։ Շնորհակալ եմ, ասավ ձկնորսը, էդ իսկը որ հրաշալի հրաշքն է։